Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Շնորհակալություն Տիկին դատախազ 3 հարց ունեմ ոնց որ առաջինը ապօրինի գույքի բռնագազման հետ կապված գործառույթը ոնց է սկսվում էլի դուք սուբյեկտի հետևից եք գնում ասենք ինչ որ անձի հետ կապված որևէ վարույթ ա լինում սկսում եք հետաքրքրվել թե ինչ որ ահազանգ ա լինում սկսում եք հետաքրքրվել թե արդյոք գնում եք կոնկրետ գույքի հետևից եւ բարձում եք թե այս գույքը ումն է եւ ըստ այդմ է հարուսում ասենք այդ վարույթը ինչպես է այդ գործընթացը սկսվում հետո հաջորդ հարցը քրեական ենթամշակույթի հետ կապված տևական ժամանակ է որ եւ օրենսդրական մակարդակով եւ բոլոր մակարդակներով ակտիվ պայքար է մղվում այդ ուղղությամբ իհարկե դա չափելի չէ թե ոնց կարող ենք մենք գնահատել ինչ հաջողությունների ենք հասել ինչ կարող ենք արձանագրել այդուհանդերձ դուք ունեք որևէ գնահատական այդ հարցի հետ կապված ասենք մեր աշխատանքները արդյունքներ տալիս են թե ոչ եւ ձեր զեկույցում թվեր նշեցիք մասնավորապես դուք թվերը առանձին եք նշում որովհետեւ երևի թե առանձին հենց բնակավարների էր վերաբերվում մասնավորապես եթե չեմ սխալվում 102 թե 130 միլիոն ամերիկյան դոլարին համարժեք դրամ է վնասը վերականգնվել համայնքային կամ պետական եւ այլ հանգամանքներից ելնելով վնասը վերականգնվել է իսկ այդ վնասը որ ժամանակահատվածում է հասցվել պետությանը շնորհակալություն Շատ լավ պարոն Աղազարյան ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքում նշված են ուսումնասիրություն սկսելու հիմքերը դրանք կամ քրեական վարույթով ստացված տեղեկատվությունն է կամ օպերատիվ մարմնի կողմից ներկայացված տվյալները սրանք են Երկրորդ հարցի հետ կապված քրեական ենթամշակույթի մասով դեռևս վերջնական դատական ակտ չունենք նորմի կիրառման հետ կապված մի քանի վարույթ ունենք որոնցից մեկը վերաքննիչ դատարանում է այս պահին եւ տրամադրված ենք նաեւ բարձր ատյան դիմելու դիրքորոշում ստանալու համար որպեսզի ձեր հարցի էությունը եթե ես ճիշտ եմ հասկանում որքանով է նորմը կիրառելի եւ որքանով է պրակտիկան որովհետեւ առաջին ատյանների եւ վերաքննիչ դատարանի որոշումներ կարծես թե օրենքի հետ կապված խնդիրներ են բարձրացնում որքանով է բարձր դատարանը վճռաբեկ դատարանը հաստատում կամ չի հաստատում այս խնդիրները որ կան օրենքի մեջ մենք հետեւողական այս առումով բարձր դատարան առնվազն 1 բողոք կտանենք որպեսզի դատարանի դիրքորոշումը հասկանանք, նոր դրանից հետո արդեն անհրաժեշտության դեպքում առաջարկ կներկայացնենք օրենքի փոփոխության հետ կապված, որը նաև բնականաբար կներկայացվի ազգային ժողով, եթե նման փոփոխության անհրաժեշտություն լինի։ Ինչ վերաբերում է համայնքային եւ պետական շահերի պաշտպանությանը, եթե ձեր հարցը ճիշտ հասկացա, ապա այստեղ մենք տարբեր ժամանակահատվածների խախտումներ ունենք օրինակ աճուրդներ ապօրինի, որոնք իրականացվել են 2006 թվականին, ունենք դեպքեր, որոնք 2010-ից 2015 թվականների ընթացքում են, այսինքն այս իմաստով քանի որ հայցերը ներկայացվում են վարույթների հետ փոխկապակցված, եթե վարույթով հաստատվում է ապօրինությունը եւ քրեորեն պատժելի արարքի առկայությունը, ապա դա հիմք է, որպեսզի համայնքային կամ պետական շահի պաշտպանության հայց ներկայացվի եւ դրա հիման վրա վերջնական դատական ակտով, որը տվյալ դեպքում կարող է լինել վճիռ, մենք վճիռներ էլ ունենք օրինական ուժի մեջ մտած, կարող է լինել հաշտություն գույքի վերաբերյալ, որը հաստատվում է դատարանի կողմից, վերադարձվում է համայնքին կամ պետությանը։ Այսինքն այստեղ մենք ժամանակային որևէ սահմանափակում չունենք, դա կախված է քրեական վարույթի շրջանակներից, թե երբ է կոնկրետ իրավախախտումը տեղի ունեցել, կրկնում եմ 2000-ականներից սկսած խախտումներ ունենք։ Արձագանք։ Շնորհակալություն։ Պաստոր, ես ձեր պատասխանից եթե ճիշտ հասկացա, դուք նշեցիք փաստեր, որ քրեական ենթամշակույթի դեմ այսպես կոչված պայքարը ինչ որ ձևով բնութագրեցիք կոնկրետ անձերի նկատմամբ վարույթներ հարուցելով եւ ասենք ինչ որ դատական գործընթացներ սկսելով։ Բայց գիտեք ինչ է, այդ մեթոդը այդ ոլորտում հաջողության չի բերի, որովհետև քրեական ենթամշակույթով առաջնորդող շատ մարդկանց համար անազատության մեջ գտնվելը դա նույնիսկ իրանց համար ինչ-որ նպաստավոր պայմաններ է ստեղծում եւ մի հարց էլ եթե կարելի է ինչով կհիմնավորեք էլի որ կանոնավորված
մեր քաղաքացիների թիվը ավելին է, եթե չեմ սխալվում, քան դատապարտվածների թիվը։ Բացատրություն կա այստեղ։ Պարոն Ղազարյան, ես քրեական ենթամշակույթի դեմ պայքարին գնահատական չտվեցի, ես չգիտեմ ինչի նման եզրահանգման եկաք, ես թույլ չեմ մեկնաբանել։ Ես ասացի, որ մենք ունենք դատարաններում տարբեր մեկնաբանություններ, որոնք կապված են շատ դեպքերում օրենսդրական եզրույթների հետ, եւ այդ եզրույթների վերաբերյալ վերջնական դիրքորոշում մեր երկրում տալիս է բարձր դատարանը, որը տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանն է, եւ վերջնական դատական ակտի առկայության պայմաններում նոր հնարավոր կլինի որևէ եզրահանգում անել, որևէ դրույթի, եզրույթի կիրառման հստակության կամ անհստակության վերաբերյալ։ Այս առումով կխնդրեմ լինենք հստակ։ Ձեր կողմից նշված վիճակագրությունը մենք չենք տիրապետում։ Մենք հստակ գիտենք, թե կալանք խափանման միջոցը ինչ համամասնությամբ է կիրառված քրեական վարույթների հետ կապված։ Եթե ինձ 10 վայրկյան կավելացնեք, ես այդ թվաբանությունը հարգելի նախագահություն կներկայացնեմ։ 2024 թվականի ընթացքում նախաձեռնված 58895 քրեական վարույթից կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվել 2282-ի վերաբերյալ, որոնցից լրիվ կամ մասնակի բավարարվել է 2013-ը։ Եթե տոկոսային ցուցանիշն եք ուզում 88.2%, մերժվել է 269 կամ 11.8%։ Եթե ընդհանուր թվի հետ համադրենք, անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել նախաձեռնված քրեական վարույթների 3.87%-ով։ Մենք այս վիճակագրությունն ենք հրապարակել եւ այս վիճակագրության համար ենք պատասխանատու։ Եթե դուք այլ վիճակագրություն ունեք, կխնդրեմ մեզ կամ գրավոր կամ բանավոր հաջորդիվ ներկայացնեք, մենք կուսումնասիրենք ու ձեզ կբարձրաբանենք։ Շնորհակալություն։ Արծվիկ Մինասյան։